Ինչ վերաբերում է դպրոցներին, ասեմ, որ մենք ասել ենք ի սկզբանե, որ պետք է ուրեմն տեղավորվեն, քանի որ մենք չենք խոսում ժամանակավոր մի իրավիճակի մասին եւ այնպիսի լուծումներ ենք փորձում գտնել, որոնք ավելի երկարաժամկետ են։ Առաջին հերթին երեխաները տեղավորվում են այն դպրոցներում, որտեղ կան լիցենզիոն ազատ տեղեր։ Եվ բնականաբար սրա մասին տեղեկացված են թե քաղաքապետարանի կրթության վարչությունը, թե մարզպետարանները։ Մենք նաև տելեգրամյան հատուկ ալիք ունենք, որ բացել ենք այդ աջակցության համար, արագ հարցերին պատասխանելու համար եւ բնականաբար պատրաստ ենք ամենաարագ ձևով ուղղորդել, թե որ դպրոցում կա ազատ տեղ։ Եթե տվյալ բնակավայրում ազատ տեղ ունեցող դպրոց չկա, ապա երեխաները ընդունվում են դպրոց անկախ ազատ տեղերի առկայությունից։ Այնպես որ այս հարցը կարգավորվում է եւ այստեղ ավելի շատ իրազեկման խնդիր ունենք, որպեսզի մեր քաղաքացիներին եւ մեր հայրենակիցներին իրազեկենք։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ելի իրավիճակը շատ տարբեր է։ Գիտեք, Երևան քաղաքում շուրջ 8000 երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին եւ այստեղ օբյեկտիվորեն հնարավորությունը երեխաներին մանկապարտեզ ընդունելու շատ սահմանափակ է։ Բոլոր այն տեղերում, որտեղ այդ հնարավորությունը կա, համայնքները շատ արագ կայացնում են այդ որոշումները եւ երեխաները ընդունվում են։ Ինչ վերաբերում է բուհերին, ապա մենք կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել ենք բոլոր ուսանողները, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման արդյունքում մեր մոտ, ունեն հնարավորություն պետական բուհերում իրենց կրթությունը շարունակելու եւ հրապարակված է բուհերի քոլեջների ուսումնաների ցանկը արդեն 1155 ուսանող բուհերից դիմել են մեր բուհեր եւ հաշվառվել են, խոսքը պետական բուհերի մասին է։ Երեկվա տվյալներ եմ ասում, 50%-ը շուրջ ուսանողների եւ մոտավորապես 50%-ն էլ քոլեջների եւ ուսումնաների ուսանողների։ Շնորհակալություն։ Այս պահին արդեն ավելի քան 15400 դպրոցականներ մեր դպրոցներում են, ամեն օր թվերը ավելանում են, հիմա քանի որ նաև վարձակալության ծրագիրն է մեկնարկել, մարդիկ ավելի այդպես երկարաժամկետ իրենց կեցության հարցն են որոշում, որպեսզի երեխաների դպրոցի հարցում կողմնորոշվեն, իհարկե մենք խրախուսում ենք, որ դա հնարավորինս արագ անեն, որպեսզի երեխաները երկար բաց չթողնեն կրթությունը։ Մանկապարտեզների թվերը կասեկան, հստակ քանի երեխա է արդեն ընդունվել մանկապարտեզ։ Մանկապարտեզների մասով այս պահին ձեզ հստակ տվյալներ քանիսն են արդեն հաճախում չեմ կարող ասել, բայց ասեմ, որ ավելի քան 9000 մանկապարտեզի տարիքի երեխաներ կան բռնի տեղահանված, իհարկե նրանց տեղակայվածությունը Երևան, մարզեր տարբեր է եւ այն պահին, երբ որ արդեն վերջնական մարդիկ տեղորոշվեն, թե որտեղ են մնալու առաջիկա ամիսներին, կարծում եմ այս հարցի լուծումներն էլ կգտնենք։ Տիկին նախարար, եւ քանի ուսուցիչ է արդեն համաձայնել այդ սահմանամերձ գյուղեր գնալու այդ ծրագրից օգտվել։ Սա ոչ թե սահմանամերձին է վերաբերում, այլ վերաբերում է մարզերի դպրոցներին, այսինքն բոլոր մարզերի, բոլոր դպրոցներին 85 ուսուցիչ արդեն առավոտվա տվյալներով հարթակում ընտրել է իր աշխատավայրը, հիշեցնեմ, որ 30% հավելավճար են նաև ստանալու արտամրցութային կարգով են անցնելու աշխատանքի, իսկ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքի եւ Տավուշի որոշ համայնքներում նաև լրացուցիչ ամսական 50,000 դրամ։ Ուսանողների թեմային վերադառնալով մեկ ճշտում, կապված կրթաթոշակների հետ, դրանք երկարաժամկետ ծրագրերի մասին է խոսքը, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Այս պահին կրթաթոշակը տրամադրվում է 23-24 ուսումնական տարվա համար եւ արդեն մինչեւ այս ուսումնական տարվա վերջը մենք կունենանք ավելի երկարաժամկետ որոշումներ ամբողջ ուսումնառության ընթացքի համար։ Ուսուցիչների հավելավճարն էլ դա 23-24։ Ուսուցիչների հավելավճարները տրամադրվելու է առավելագույնը 2 տարի ժամկետով, ինչպես որ մեր գործուղման կարգն է։ Շնորհակալ։